Բարի օր Կարեն, գիշերը Ադրբեջանա-Ղարաբաղյան շփման գծում համեմատաբար հանգիստ էր, չնայած դա շատ հարաբերական է արդեն հնչում։ Հակառակորդի ակտիվությունը ընդհանուր առմամբ առավոտյան ժամը 6-ից է սկսվել։ Կոնկրետ Մարտակերտի շրջանում ավելի ուշ է հակառակորդը ակտիվացել, իսկ շրջկենտրոն առաջին արկերը ընկել են մոտավորապես առավոտյան ժամը 9-ին։ Պաշտպանության աշխատանքները շարունակվում են ըստ պլանի, քաղաքին որոշակի վնասներ հասցվել է կոմունիկացիաների եւ այլն, սակայն ամեն ինչ իր հունով կարգավորվում է։ Ժողովրդի մեջ խուճապ չկա, քաղաքի բնակիչների հիմնական մասը ապաստարաններում են, իսկ նրանք, ովքեր որ պետք է աշխատեն այդ վնասները վերացնելու ուղղությամբ, աշխատում են ըստ պլանի։ Ինչ վերաբերում է առաջնագծին, ապա այնտեղ վիճակը անփոփոխ է, պարզապես կարող ենք ասել, որ ժամկետային զինծառայողների կողքին արդեն նաև ազատամարտիկներն են կանգնած, ընդհանուր առմամբ դրա կարիքը չկա, սակայն Արցախում շատերն են իրենց պարտքը համարում գալ եւ կանգնել այսօրվա զինվորի կողքին։